Չէ, այդպես բան չկա, որ գնա կտնակ այ բալա։ Ժամանակ գցեցին ու տենց է մնացել։ Իսկ ինչու չեն հեռացնում այդ խաղողակը։ Չեմ կարող ասեմ։ Ամեն օր խոսում են ասма պետք է հեռացնեն։ Բայց ինչ որ մեկին պատկանում է։ Դժվար։ Այդտեղ որ շինարարությունն անում են Վրաստանի աղքալակի հայերն են, վրացիներն են, ամենից է թողած։ Դուք էլ դեպքի մասին մանրամասներ չեք։ Այն գիտենք ստեղ եք իրար հետ են գերնում։ Ասում էին քույրերը արցախցի էին, հետո հերկվեց այդ տեղեկատվությունը, ճանաչում եք, լսել եք այդ։ Չէ։ Իմանալով են մի կողմի շենքերում են ապրել։ Իսկ երեխաները հաճախ են այդ խողովակի վրայով փորձում գետն անցնել։ Մի քիչ եղանակն է, որ տքանա միշտ լողանում են այդտեղ։ Գետում։ Հա։ Վտանգավոր չէ։ Չէ։ Այս ջրի վրա ժամանակ ավտանգավորն է։ Մի քիչ եղանակն է, որ տքանամա բարակ է։ Ծնողները այսինքն չեն հորդորում այդ խողովակի վրայով գետը չանցնել։ Ինչքան ուզում ասեն երեխեքները։ Սեն մանր զգները աղնեմ գալիս են ձուկ բռնելու լողանում են։ Դուք էլ եք լսել այդ շների հետ կապված վարկածը, որ շներ են եղել, փորձել են շրջանցել։ Չէ։ Մենակ երեք փրկարարներն ստեղ են իրանց են մացել։ Ճիշտ եմ հասկանում, Վանաձորի կենտրոնական հատված գնալու համար հարկավոր է գետի հակառակ ափն անցնել ու ամենակարճ ճանապարհը փաստացի այդ խողովակի վրայով անցող ճանապարհը։ Այդտեղ մի քիչ վեր կա մունջեր կա։ Ոնց որ մի ինչքան երևի 500 մետր։ Ասեն կարճ եղնելու համար տենց են հաստամ։ Այս ներքևից է կա երկաթ գծի վրա քաղաքից գալու համար։ Մեծահասակներն են այդպես անցնում։ Հա։ Այդ խողովակի վրայով անցնում։ Չեն վախենում, վտանգ չեն տեսնում։ Դե այն ժամանակ դե վախենա, որ ասենք թաց հայերնեմ երեսը։ Այսինքն եթե գետը վարար չէ, տվյալ հատվածը վտանգավոր չէ։ Վարար ժամանակ գալիս է տրում բերով ջուրը գնեմ, թաց հայերնեմ էլ։ Իսկ այդ օրը անձրևային էր, այսինքն խողովակը թաց էր, բա ինչպես են սա այդպես։ Ջուրը վարար, ջուրը խփում այլ երեսին։ Վարար ժամանակ խփում։ Շատ լավ, շնորհակալ եմ։